Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Այլընտրանք, որով ակնարկում են այլընտրանքի բացակայության մասին»։ Սերժ Սարգսյանն իմպիչմենտի շրջանակներում վարչապետի նոր թեկնածու առաջ քաշելով փորձում է ժողովրդին ցույց տալ, որ Փաշինյանի այլընտրանքը տարբեր ժամանակներում բազում քրեական գործերով անցնող իր կուսակիցն է։ Ինչն իրենից ներկայացնում է ոչ թե այլընտրանքային թեկնածուի առաջադրում, այլ կեղծ ուղերձ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին չկա այլընտրանք։ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի Փեսային առաջադրելու փոխարեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող էր ավելի ազնիվ գտնվել եւ դիմել ժողովրդին Փաշինյանի շուրջը համախմբվելու կոչով։ Հարկ է նաեւ ընդգծել ընտրված իրավիճակը, որում ի հայտ եկավ այլընտրանքային թեկնածուն։ Վերջին օրերին հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարվող պիղծ արշավի համար Փաշինյանին քննադատում էին անգամ որոշ թունդ փաշինյանականներ, բայց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով քաղաքական եւ տեղեկատվական դաշտում հայտնվեց ձախողման դատապարտված ձևական թեկնածուն։ Հիմա բոլորն իշխանությանը քննադատելու փոխարեն այդ մեռելածի նախաձեռնությունն են քննարկում։ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը, սակայն ինչպիսի առատաձեռնությամբ։